ռուսները շարունակում են իրենց կոշտ կեցվածքը եւ հետաքրքրական է, որ թե օրինակ ռուսական կողմը եւ թե չինական կողմը չշնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին այսպես ասած, չակերտավոր վերընտրության համար։ Կարևորը Մակրոնը 123 անգամ շնորհավորել է։ Նրանց տեղն էլ է շնորհավորել։ Եվ դեռ կշնորհավորի։ Մենք տեսնում ենք, որ այս ռեժիմի բռնաճնշումները իրենք շարունակական են եւ հետաքրքիրն այն է, որ Հայաստանում այլևս կառուցված ավտորիտարիզմը փոխարինվում է կամ փոխակերպվում է դեպի տոտալիտարիզմի, իսկ մենք գիտենք, որ տոտալիտարիզմը դա առնչվում է արդեն բոլոր ոլորտներին։ Օրինակ նույն մշակույթ ասվածին, որտեղ բացառվում է մշակութային պլուրալիզմ ասվածը։ Եվ մենք վերջերս դրա ապացույցը տեսանք, երբ որ օրինակ դպրոցներից մեկում հակապետական էին համարել արցախցի երեխայի նկարած նկարը տատիկ պապիկի արցախյան սիմվոլներով, սա ինչի մասին է խոսում, այսինքն այս վերահսկողությունը այլևս մտել է յուրաքանչյուր ոլորտ։ Եթե մի հոգի ուզում է իր ցանկությունները այտենց իրականանում, այսինքն խնդիրների ենք բախվում, որտեղ այստեղ միայն ցենզուրայի հարց չի, արդեն վատ է, որ առնչվել ենք դպրոցում, երաշտական դպրոցում, ցենզուրայի հետ, գերակնության հետ, բայց այստեղ նաև երեխայի իրավունքների հարցն է։ Այսինքն երեխան նկարել է իր ցանկությունը, իր պատկերացրածը երևակայածը 10 տարեկան երեխա։ 10 տարեկան չէ, 3650 օրեկան էլի, մի քանի օր էլ ավել։ Հիմա այդ երեխան նկարել է այդ, սրանք պատից հեռացնում են դա։ Դուք պատկերացնում եք երեխայի համար դա հավերժ կյանքի ստրես է դա։ Իր երևակայածը այտենց վայրենաբար հանելու։ Իհարկե սա նաև ցույց է տալիս, որ ոչ միայն ցույց է տալիս, այլ մենք ունենք տեղեկություններ, որ դպրոցներում բան կա իջեցրած, հրաման կա իջեցրած, որ Արցախին առնչվող որևէ բան չնկարեն, չլինի որևէ Արցախի հետ կապված քարոզչություն, ծաղելի է, չէ, Արցախի հետ կապված քարոզչություն, ոնց որ ասես Գյումրու հետ կապված քարոզչություն հանկարծ չլինի։ Հա, բայց նաև մյուս կողմից ողջունելի է այն արձագանքը, որը ստացավ, այսինքն այդ պաշտպանությունը երեխայի եւ դա ցույց է տալիս, որ հասարակությունը ինչքան էլ սա փորձում է հիվանդացնի, ինչքան էլ ախտահարի, հա, այս հասարակությանը, այնուամենայնիվ դիմադրություն կա։ Հա, կա այն հիմնական իրական Հայաստանը կա, սրանց իրականը, չէ՞, իրական Հայաստանը գոյություն ունի եւ այդ մարդկանց սրտերում եւ ուղեղներում է։ Ու արդյունքում մինստր գալուց առաջ էլ տեսա, որ Արարատ են բարձրացրել, հա, այդ իհարկե տխուր սիմվոլիկա է, որտեվ փաստորեն թե Արարատը, թե այդ տատիկ պապ մենք ենք մեր սահերի արձանը, փաստորեն հիմա մեր վերահսկողության տակ չեն, գոնե Արարատ կարողանում ենք բարձրանանք, բայց Ստեփանակերտ այս պահին չենք կարողանում գնալ, բայց ողջունելի է, որ այդ հասարակությունը արեց եւ ես վստահ եմ, որ դեռ շարունակելու են իրենց խոսքը ասել այս հարցերում։ Շատ դեպքերում նույնիսկ մարդիկ արդեն այնքան է սա Իրանը արել, որ մարդիկ արդեն ինքնացենզուրայի են իրենց ենթարկում, զգուշ են մնում, որ կարող է ասենք որևէ հետևանք չունենա, բայց ասենք կզգուշանան, էլի, չգիտեմ, օրինակ Արցախի դրոշով միտեղ երևալուց կամ հանդես գալուց։ Այդպես խայտարակ վիճակ է այս մեր շահերին հակառակ գնացող մարդը։ Եվ հիմա էլ ընտրական իրավունքից փաստորեն զրկում է, որ կրկին հասարակությունը իրական Հայաստանը չվերականգնվի, էլի։ Արդյոք սա նեոբոլշևիզմ չէ։ Ամեն ինչ է, համ նեոբոլշևիզմ է, համ նեոֆաշիզմ է, համ նեովոչինչիզմ է, այն ինչ որ սրանք անում են, իբր տենց բոլշևիկների դեմա, չէ, բան, այդ բայց մեթոդաբանությունը նույնն է։ Հա, եկեղեցու դեմ արշավում են, Արցախը հանձնում են, վերջի ով էր հանձնել Արցախը բանին, Ադրբեջանին, բոլշևիկները։ Հայկական դրոշը չեն թողնում ծածանվի, այս պարագայում Արցախի դրոշը չեն թողնում, բանտարկում են բանի, բոլոր ազգային գործիչներին։
մեծահարուստները, որոնք պայքարում են իրենց ինքնության համար, փաստորեն շատ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել։ Մեծահարուստները Հայաստանի դարել են մի տեսակ ձախական, որտեվ այս մեծահարուստները, երբ որ մտնում են պայքարի մեջ, ի վերջո Հայաստանում ճնշված խաղաղ ովքեր են, աշխատավորներն են, հիմա ամենաճնշվածը գյուղացիները, սահմանամերձ արցախցիները եւ այլն։ Ու ոնց որ այս մեծահարուստները մտնում են պայքարի մեջ, իրանք իրանցով դառնում են ձախական, այդ հավասարության, արդարության կողմի համար պայքարող մարդիկ են դառնում։ Շատ պարադոքսալ վիճակ է ստացվել։ Նայեք, թե Ռուբեն Վարդանյանը, հա, որ որոշեց գնա եւ մասնակցի Արցախի պաշտպանությանը, թե Սամվել Կարապետյանը, թե հիմա Գագիկ Ծառուկյանը, այս բոլոր մարդիկ փաստորեն ասացին, որ մեզ այդքան էական չի մեր հարստությունը, որքան ազգային արժեքները։ Ինքնությունը, հա։